Հարկ վճարողից պարտադրանքը հանիր, ոչինչ չի մնա։ Իսկ հերոսին չեն պարտադրում նվիրվել, ապրել, ստեղծել կամ զոհել ինչ-որ բան երկրի համար, կարծում է Կարին Տոնոյանը, որ 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրն է։ Հերոսները պայքարի խորհրդանիշ են, իսկ մենք այսօր որդեգրում ենք պարտվողի հոգեբանություն, պարտվողի պահվածք եւ խաղաղություն մուրացողի պահվածք, իսկ մեր հերոսները այս հարցում հաստատ մեր դեմ են լինելու, ոչ թե մեր կողքին։ Ազգային հերոս Ավոյի 68-ամյակին ազգային կրթության խորհուրդը հերոսն ու հերոսականությունը կրթության մեջ խորագրով մշակութային աշխատաժողով էր հրավիրել։ Քանզի հերոսական մահից առավել դժվար է կյանքն հերոսական։ Աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ ու հրավիրված քաղաքացիներ կային աշխատաժողովին։ Նրանցից Լուսինե Հարոյանը որդու պատկերացումների մասին է պատմում։ Ասում է, մուլտֆիլմերում հերոսների փնտրող որդին հաճախ է հարցեր տալիս. կան իրական հերոսներ մեր կողքին, ինչ տեսք ունեն, ովքեր են։ Մայրը որդուն խորհուրդ է տալիս հեռուներում, հեռուստացույցի ներսում չփնտրել նրանց։ Շատ բան չեմ ասում, կարևոր է ինչ է տեսնում ընտանիքում եւ ինչ է զգում։ Ավելի շատ ապրում ենք այդպես, քան որ խոսում ենք, չհաշված իհարկե պապիկի զրույցները, ազատամարտից առաջին։ Լուսինեի որդին Հայկը արդեն առաջին դասարանի աշակերտ է։ Ասում է, պապիկից լսած պատմություններով է մեծանում եւ հերոսների մասին պատմելուց զատ փորձում են նրանց պես ապրել։ Բարդ, բայց արդյունավետ է, կարծում է։ 12-րդ դասարանում սովորող Սերգեյն էլ ասում է, հետաքրքրություն պետք է ունենալ հերոսների ճանաչելու։ Օրինակ, ինքը չի շփվում այն մարդկանց հետ, որ գոնե Ավոյին չեն ճանաչում եւ չեն էլ ուզում ճանաչել։ Կեսկատակ, կեսլուրջ նշում է նա։ Տարիքի ընթացքում փոխվում է, բայց դե համենայն դեպս չենք կարող էլի իմ մոտ էլի նույն Մոնթեն է մնացել։ Նույն Մոնթեն Մելքոնյանն է իր ամեն ինչով, թե իր բնավորությամբ, թե իր արդարությամբ, թե իր ձգտումով։ Հերոսների անունները տալը նրանց մասին խոսել է համարձակ քայլ է դարձել, նշում է մանկավարժ Արմեն Ներսիսյանը։ Գործող իշխանությունը մի քաղաքականություն է որդեգրել, որը խեղաթյուրում է հերոսների նկատմամբ պատկերացումները, փորձում փոխել մարդկանց մտածելակերպը, կարծում է Ներսիսյանը։ Միտված է այս քաղաքականությունը մեր ինքնության դեմ, միտված է այս քաղաքականությունը մեր քաղաքական կոդի ոչնչացմանը, հետևաբար փոխելու են նաև հերոսներին, որովհետև հերոսները իրենք ոչ միայն գործերի մասին են խոսում, իրենք ազգային, արժեքային, ոգեղեն, արխետիպային մտածելակերպի առանց են հանդիսանում եւ իրենց թողած ժառանգությունը ըստ էության պարկ է հանդիսանում յուրաքանչյուր սերնդի համար։ Հերոսներին արժևորելու համար ծնողների մտահոգությունը կարելի է փոխարինել հերոսների հետ երեխաներին ծանոթացնելով, օրական մեկի մասին պատմելով ու նրանց որակները երեխայի մեջ սերմանելով։ Ամեն մի ծնող իր ծնված զավակի մեջ երազում է տեսնել հերոսի։ Եվ բոլորովին այդ հերոսը միայն զոհաբերում չէ։ Իրականում հերոսը նվիրում է, իրականում հերոսը իր սեփական կամքով, իր ամբողջ էությամբ իր ազգին, իր ժողովրդին, իր հայրենիքին, մարդկությանը նվիրված մարդն է։ Արցախյան պատերազմի ամենահայտնի հերոսի անվան դեմ այսօր էլ վիրտուալ պատերազմ է հայտարարել Ադրբեջանն ու հասել համացանցում նրա անունն օգտագործելու արգելքին։ Բայց հավաքվածների համար նա մնում է հաղթանակի ու պայքարի խորհրդանիշը, իսկ իրական հերոսները սովորեցնում են ապրել անգամ մահվանից տասնամյակներ անց։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։